Եթե մի բան էլ ավելացնեք, չեք սխալվի։ Ասեք, որ կարող եք ասել նաև, եթե մի քիչ բզբզանք, մի բան կգտնենք։ Որովհետև սա իրականությունն է, ինչքան էլ մենք լավ լինենք, ինչքան էլ օրհնված լինենք, ինչքան էլ սուրբ լինենք, որ մի քիչ բզբզան, մի բան կգտնենք։ Որովհետև մենք բոլորս Աստծո կարիք ունենք։ Եվ Աստված հաճախ թույլ է տալիս, որ ինչ որ բզբզացող մի երևույթ լինի մեր կյանքում։ Որպեսզի ի հայտ բերի այն ինչ որ մեզ խանգարում է, այն ինչ որ խոչընդոտ է դառնում մեզ համար նմանվել Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն երբ որ Հիսուս Քրիստոսը գա, նա մի բան պիտի հայտնաբերի։ Ավելի ճիշտ այդ հայտնաբերությունը առաջնահերթ մեզ համար պիտի լինի։ Մենք պետք է հայտնաբերենք, որ մենք մաքսիմալ նմանվել ենք նրան։ Որ մենք կյանքի ամեն օր, ամեն մի վայրկյան, ամեն մի շունչ եւ արտաշունչ օգտագործել ենք, որպեսզի նմանվենք նրան։ Եվ խնդրեմ ձեզ այդ մի հատված Գործք առաքելոց 3-րդ գլուխ բացեք մեր Աստվածաշունչը եւ Գործք առաքելոց գրքից 3-րդ գլուխ երևի 5-րդ խոսքից 4-րդ համարից Պետրոսը Հովհաննեսի հետ նայեց նրան ու ասաց. Մենք հիշում ենք, որ Պետրոսն ու Հովհաննեսը իրար հետ, ինչպես լավ եղբայրներ, գնում էին տաճար աղոթք անելու։ Ուրեմն լավ եղբայրներ իրար հետ ոչ թե ռեստորան են գնում, այլ լավ եղբայրները եւ լավ բարեկամները, լավ ամուսինները իրար հետ գնում են տաճար աղոթք անելու։ Եվ եթե մեկը քեզ ասի տանեմ քեզ պատիվ տամ, ասա տար ինձ եկեղեցու պատիվ տուր։ Ամենալավ պատիվն է։ Եվ Հովհաննեսն ու Պետրոսը իրար հետ գնում էին տաճար, լավ ավելի շուտ կարդանք, որովհետև գրված է իցնե մի կաղ մարդ կա, որը նստած էր գեղեցիկ դարպասների մոտ և ողորմություն էր խնդրում, հիշում եք։ Եվ երբ նա տեսավ 3-րդ համարում Պետրոսին ու Հովհաննեսին տաճար մտնելիս ողորմություն խնդրեց նրանց և Պետրոսը Հովհաննեսի հետ նայեց նրան ու ասաց. մեզ նայիր։ Այնքան սիրում եմ այս խոսքերը, որ ասում մեզ նայիր։ Իրեք աչքերիս նայիր։ Ես շատ կարևոր է, որ մարդուն դու հրավիրում ես, որ նայի քո աչքերի, որպեսզի նա ստանա այն ինչ որ քո ներսում է, ոչ թե նայի քո տեսքին, քո հագուստին, քո մեքենային, քո տանը, քո հնարավորություններին, քո կարողություններին եւ ակնկալի ստանա քեզանից որևէ մի բան, որը նյութական է։ Հիմա ուրիշ հարց եմ ուզում տամ։ Ինչքան մենք քաջություն եւ ինչքան մենք այդպեսի համառություն կարող ենք ունենալ մարդկանց հրավիրել մեր աչքերի նայելու, որովհետև աչքերը մարդու ինչի պատոհանն է, հոգու պատոհանն է, եւ ինչով է լցված քո հոգին։ Հիշում եք եղբայրներից մեկը, եւ ընդհանրապես ստի պատմություններ կա, երբ որ Աստծո ժողով մարդը մտել է խանութի մեջ, չգիտեմ, Աստծո գեներալներից, չգիտեմ ով աղել, չեմ հիշում, թե բոնկեն ա եղել, հա, երևի, մտել է խանութ ասում եւ այդ խանութի աշխատողը ծնկաչոք եկավ եւ ապաշխարության աղոթք սկսեց անել։ Ասեց Տեր ողորմի, Տեր ողորմի։ Ասեց ինչ եղավ ձեզ հարգելիս, ասում ա ձեր աչքերից Հիսուսը նայում էր ինձ։ Ինչքան մենք կարող ենք, Աստծո ժողով, դուք Աստծո ժողովուրդ եք, ինչքան դու կարող ես հրավիրել մարդկանց քեզ նայելու։ Գիտեք, երբ որ մարդուն ուզում ես շատ կարևոր մի բան ասես, ասում ես ինձ նայիր, կամ ինձ լսիր, չէ՞։ Կարևորում ես այսպես
մարդու ուշադրությունը ուզում ես գրավես, որ ես քեզ շատ կարևոր մի հաղորդություն ունեմ տալու, մի շատ կարևոր բան ունեմ քեզ փոխանցելու։ Իմիջիալոց, երբ որ պետագոգ բառը, երբ որ մենք իր իմաստը ուսուցիչը դա պետագոգ, որը հունարեն նշանակում է փոխանցել մեկին այն ինչ որ գլխի մեջ է, դնել նրա գլխի մեջ, փոխանցել իր գիտելիքները նրա մեջ։ Մենք էլ որպես քրիստոնյաներ մենք էլ ունենք բան փոխանցելու։ Դա մի ուրիշ հարց է, հարցը մի ուրիշ կողմն է, արդյոք ունենք փոխանցելու։ Դա ուրիշ հարց է։ Բայց որպես ճշմարիտ եւ իրական քրիստոնյաներ մենք ունենք փոխանցելու։ Դե կարծում եմ, որ Պետրոսի եւ Հովհաննեսի նկատմամբ կարող ենք ասել, որ նրանք իրականում ունեն ինչ փոխանցեին։ Նա հայացքը նրանց վրա սևեռեց, ինչ որ բան նրանցից վերցնելու ակնկալիքով։ Գիտեք ինչ կատարվեց։ Ինչու Պետրոսը նրան ասեց ինձ նայ։ Որովհետև նրա հայացքը սևեռված էր, կարծում եմ ավելի շատ նրանց քսակներն։ Եթե այսօրվա բանով վերցնեք, իհարկե ժամանակ հագուստը ուրիշ է, բայց եթե այսօր նկատել եք, երբ որ մեկը գալիս է մի փող ուզում, մի մուրացկան, մեկը եւ բավական է մի փոքրիկ շարժում ձեռքը տանես գրպան, իրանց հայացքը մի անգամ սևեռվում է քո գրպանի մեջ եւ սպասում է թե ինչ ես անել քո գրպանից։ Որտեղ նրան պետք է քո գրպանի պարունակությունը։ Այն ինչ որ դու պատրաստ ես իրան տալու։ Եվ մուրացկանների հայացքը նստած մարդը, ընդհանրապես մուրացկանները միշտ նստած են, երևի տեսել եք, հիմնականը։ Դե դարպասների մոտ, հետևաբար այս գեղեցիկ դարպասների մոտ այս մուրացկանը նստած է։ Եվ նրանք երբ որ եկան, նրանք քայլում էին, նրանք հայացքը ուղղված էր, ես եմ կարծում, նրանց քսակներին կամ այսօրվա բանով նրանց գրպաններին։ Փորձում են հասկանալ գրպանումը ինչ կա։ Այսօր իմիջիալից երբ որ մտնում ես խանութներ, խանութի աշխատողներն են հիմնականում ուզում են հասկանալ դու բան առնող ես թե չէ։ Այդպես է, չէ՞։ Եվ մուրացկանն էլ նա սպասում էր ակնկալում էր, եւ կարծում եմ Պետրոսը նկատեց դա, եւ ասեց, լսի դու ճիշտ չես նայում, ինձ նայիր։ Եվ հետաքրքիր է, որ նա գրված է 5-րդ նա հայացքը փոխեց, բայց նպատակները նույնը մնացին, ասում ակնկալում են նրանց մի բան ստանալ։ Ինչ էր ակնկալում, նորից փողը ոսկի եւ արծաթ։ Շատ ժամանակ կներեք, բայց մենք էլ կարող ենք մեր հայացքը փոխել, բայց մեր ակնկալիքները, մեր շարժառիթները նույնը մնան։ Ընդամենը հայացքը կա փոխվել։ Բայց Աստված ուզում է եւ մեր հայացքը փոխի, եւ մեր սիրտը փոխի, եւ մեր ակնկալիքները, եւ մեր ընդհանրապես մեր շարժառիթները նաեւ, որը ներսից Աստված ուզում փոխի։ Եվ գրված է, եւ Պետրոսը ասաց նրան. Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ։ Հանուն Նազորեցի Հիսուս Քրիստոսի վերկաց եւ քայլ։ Եվ Պետրոսը մի բան ասում է. ոսկի եւ արծաթ չունեմ, եւ քեզ կտամ այն, ինչ որ ունեմ։ Այսօր խոսքը, այսօրվա պատգամ այդպես էլ ես վերնագրել եմ, ինչ ունեմ կտամ։ Եվ մենք շատ խոսալու ենք այսօր, թե ինչ ունես, կամ ես ինչ ունեմ, կամ դու ինչ ունես, որովհետև մենք միայն կարող ենք տալ այն ինչ որ մենք ունենք, մենք դու չես կարող տաս այն ինչ որ չունես, այդպես կարծում եմ դա հասկանալ է, բայց շատ ժամանակ մենք չենք էլ հասկանում, թե ինչ ունենք, տեսեք, Պետրոսը շատ կոնկրետ, ասում է, բաժանում է ասում է, ոսկի եւ արծաթ չունեմ, իրեք սա ինչ է նշանակում, սա նշանակում է Պետրոսն ասում է, լսի, եթե ունենայի ոսկի եւ արծաթ, կտայի, բայց չունեմ, եւ այդ պատճառով չեմ տալիս, բայց մի ուրիշ բան ունեմ, ինչ ունեմ,
Եվ Պետրոսը ինչ ուներ, ասում է Հիսուս Նազարեթի Հիսուս Քրիստոսի անունով հրաշք կատարես իրական։ Վեր կաց եւ քայլիր։ Եվ եք գիտեք այս պատմությունը, որ նա իսկույն վերակենում եւ քայլում։ Մենք այսօր փորձել ենք հասկանալ ինչ ունենք։ Մի քիչ վերադառնամ անցած մեր այս կոնֆերենցիան եւ մեր եկեղեցու ծննդյան օրվա օրերին փառք Տիրոջը, որ մենք մաքսիմալ բոլորը ծառայեցին։ Ամեն մեկը փորձեց տալ այն ինչ որ ինքը ուներ։ Եվ երբ որ մենք միաբան եւ Զավեն եղբայրներն խոսում են միամանության մասին, ընտանիքի մասին, երբ որ ամեն մեկը անում է այն ինչ որ ինքը կարող է անի, այդտեղ միշտ մի բան ստացվում է։ Եվ այդ միշտ մի բանը լավ է ստացվում։ Երբ որ մարդ մտածում է, ասում է, ինչի ես անեմ, կամ ինչու ես շատ անեմ, ինքը քիչ անի, որովհետև ես շատ է տրված, իրանը քիչ է տրված։ Եվ կամա թե ակամա մենք պետք է վերադառնանք նաև Աստվածաշնչին եւ կարդանք մի առակ, որտեղ որ Հիսուսը պատմում է այսպես ռուսերեն գրված է տալանտների, հաց հիշում եք։ Կարող եք բացել Մատթեոս 25:15։ Հայերեն գրված է քանքավ։ Հետաքրքիր է, որ Աստծո խոսքը Հիսուսը երբ որ 15-րդ համարում կարդում ասում է, եւ մեկին 5 քանքար տրվեց, մեկին 2 քանքար տվեց, իսկ մյուսին 1։ Տեսնում եք, հետաքրքիր է, Աստված Հիսուսը որ խոսում է, սկզբից ասում է, մեկին 5, այսինքն մաքսիմալ, ամենաշատը, մեկին շատ տրվեց, մեկին մի քիչ, մյուսին էլ մինիմալ, նվազագույնը։ Մատթեոս 25:15։ Եվ մենք գիտենք, որ պատմությունը ինչ է լինում։ Հետո, երբ որ Տերը գալիս է, եւ նա ով 5 էր ստացել, վերադարձնում է 10-ը։ Նա ով 2-ն է ստացել, վերադարձնում է 4, բազմապատկած 2 անգամ։ Նա ով 1-ն է ստացել, ոչինչ չի վերադարձնում, վերադարձնում է ոչինչ։ Այն ինչ ստացել այն է վերադարձնում, ասենք ոչինչ։ Այն ինչ որ վերադարձնում այդ իրանը չի։ Ես փորձել եմ մի քիչ խոսեմ դրա մասին։ Մեր Ռաֆայել եղբայրը, մեր հոր Ռաֆայել եղբայրն ասում է, եթե ասում է մեկը ստանում է 5 քանքար եւ վերադարձնում է 8, դա ավելի վատ է, քան նա ստանում է 1 քանքար եւ վերադարձնում է 2։ Կարծում եմ հասկանում եք իմաստը։ Ինչու՞։ Որտեղ 5-ը ստացողը ամբողջովին չվերադարձվեց։ Եվ սա մեծ խնդիր է, եւ մենք երբ որ մտածում ենք այս մասին, մենք մտածում ենք, ասում ենք, եղել է որ դու քո մասին մտածում ասում ես, ախր ես ինչ կարող եմ անել։ Ախր ինձ այդ հնարավորություն, ես դա չեմ կարող անել։ Լսեք, մարդ չկա, մեկը չկա, որ ոչինչ չի կարող անել։ Բոլորին տրված է, ուղղակի մեկին շատ, մեկին քիչ։ Բայց լինում է ծույլ մարդ։ Այս վերջերս մի բան նայեցի, մուլտֆիլմային տիպի բան է, ծիծաղելու բան է, մեկը մահճակալին պարկած, այդ վերմակն է քաշած վրել, հրուստացության ան, թրաշն էլ եկած։ Եվ հրուստացուցով կոչ են անում, ասում են, դուք կցանկանաք հաջողակ մարդ դառնաք, ասում այո։ Ասում կուզենաք հարստանալ, ասում այո, ինչ ասում այո։ Ասում ուրեմն համար առաջին քայլ, վեր կացեք ձեր մահճակալից։ Անջատ մարդ ասում սրանք էլի ուզում են ինձ խաբեն։ Ուրեմն մարդ չկա, որ ոչինչ չունենա։ Ուղղակի շատերը մտածում են, որ նրանց տրված է ամենաշատը։ Օրինակ, Աստվածաշնչում
Հռոմեացի 12-րդ գլխի մեջ, ես չեմ ուզում առաջի երկրորդ համարները կարդամ, որովհետև դուք գիտեք ինչի մասին է այդտեղ խոսքը։ Երրորդ համարից սկսվում է այսպիսի խոսքեր. Աստծո շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին։ Պողոսը գնում է մեզանից յուրաքանչյուրին։ Ինքները ձեր մասին չափից ավելի մի հոգացեք, այլ մտածեք, պարկեշտ մնա այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատի չափով բաժին հանեց։ Ուզում եմ իմ բառերը բացատրեմ։ Պողոսը կոնկրետ ասում, ամեն մեկը պետք չի ձեզանից ավել բաներ մտածեք։ Ուղղակի արեք այնքան, ինչքան Աստված ձեզ տվել է։ Հարց առաջանում, իսկ Աստված ինձ ինչ է տվել։ Մեկին քարոզելու շնորհ տվել, մեկին երգելու, մեկին սեղանները բացելու, մեկին սարքելու, մեկին նկարելու։ Ամեն մեկին մի բան տվել է։ Եվ երբ որ մենք խոսում ենք շնորհի մասին, չգիտեմ ինչու եւ որտեղից, մարդիկ մտածում են, որ շնորհը միանշանակ պետք է որ գերբնական լինի։ Ասեք, ես մեկի համար աղոթեմ, եւ մարդը բժշկվի կամ մի բան, եւ անպայման ասեն, որ այս է շնորհը։ Այդպես չի, ընդհանրապես Աստվածաշունչը շնորհը չի բաժանում գերբնական եւ բնական։ Եվ եթե մենք հետո կարդում ենք այստեղ, ինչպես որ մեկ մարմնի մեջ բազում անդամներ ունենք, եւ այդ բոլոր անդամները նույն գործառությունը չունեն, այնպես էլ շատերս մեկ մարմնի ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։ Անդամները տարբեր են լինում։ Միայն թե զանազան պարգևներ ունենք։ Տեսնում եք, զանազան պարգևներ։ Բոլորս նույն պարգևները չունենք, բոլորս նույն շնորհը չունենք, բոլորս նույն ունակությունը չունենք։ Մարդ կա, որ կարող է երգի դու հաճույք ստանաս։ Մարդ կա կարող է երգի կաչաղակները հաճույք ստանալ։ Հասկանում եք, մարդ կա կարող է քարոզի շատ կարճ խոսի, բայց քո մեջ մի բան հայտնություն մտնի։ Մարդ կա կարող է ժամերով խոսի, գլուխը ցավը։ Հասկանում եք, մարդ կա կարող ասես մի հատ թեյ դի խմեք, այդ թեյը դառնա խաշ։ Մարդ կա այնքան արագ, այնքան գեղեցիկ դականի, ով դու կորցնես ինքն էլ կորցնում է։ Ամեն մեկին տրված այդ բաժինը։ Վատը, երբ որ մարդ մտածում է այդ բաժինը այդքան կարևոր չի, ինքն ընդամենը մեկ քանքար ունի։ Բայց նկատեցիք այդ բանի մեջ Աստված չի ասում քեզ շատ ունես, քեզ քիչ դու լավը չես։ Նա ասում է, եթե դու մեկի տեղը երկուսը չես վերադարձել, այդ ժամանակ լավ չի։ Եվ այստեղ գրված է թող եթե դա միայն թե զանազան պարգևներ ունեք, ըստ այն շնորհի, որ մեզ տրված է։ Եթե դա մարգարեության շնորհ է, մարգարեության շնորհը ինչ եք կարծում, կարևոր շնորհ է։ Եթե դա մարգարեության շնորհ է, թող հավատքի չափով գործածի։ Եթե ծառայության, թող ծառայության մեջ լինի։ Ոսում ես ծառայության մասին խոսում։ Այս ծառայության մասին երբ որ գրված է, այս խոսքը, այս ծառայությունը, սա քահանայի ծառայություն չէ։ Սա գիտեք ինչ ծառայություն է։ Բտավոր։ Սա կենցաղային ծառայություն է։ Սա կոնկրետ այստեղում որ գրված է, կոնկրետ այստեղ սեղան գցելու, սեղան հավաքելու մասին է գրված։ Երբ որ գործ առաքելուց գրքում եկան մեծ պատերազմ է սկսել, կռիվ եկեղեցու մեջ, պատերազմի նկատեմ եկեղեցու մեջ։ Իրար այդ վիճաբանություններ, կռիվներ, ինչի համար է։ Որովհետև կար կենցաղային մասը, որի մեջ խնդիրներ կային։ Երբ մարդիկ գալիս են առաքելներին բողոքում, ասում են, չի լինում, սեղան գցող չկա, երեխեքին նայող չկա, վերջը, եկեղեցին մաքրող չկա, այս խնդիրներ։ Առաքելներն ասեցին, լսեք, սա աստուր չի, այ եկեք մեզանից մարդիկ գտնենք, ընտրենք,
ովքեր լցված են այդ շնորհով, ովքեր կարող են կազմակերպել ճիշտ, եւ իրանք թող դրանով զբաղվեն, մենք էլ մեր գործով զբաղվենք։ Հիշում եք, չէ՞, այդտեղ։ Ես իմ բառերով եմ քիչ ասում։ Եվ օրհնություն ստացվում, միանգամից օրհնություն եղավ։ Այստեղ էլ գրված է, տեսեք, միանգամից մարգարեության։ Ընդհանրապես, երբ որ Հիսուսի մասին խոսում եք, ասենք մենք գիտենք, որ Հիսուսը Աստված է, Հիսուսը որ քանում է, ինքը մեծ հրաշքներ է անում։ Բայց մենք տեսնենք իրանք շատ ճանապարհորդում են, գնում են այս քաղաքից, այս քաղաքից, գյուղից եւ այլն եւ այլն։ Ինչ է կարծում, նրանց կենցաղային հարցեր չունեին։ Բա ովքեր են այդ հարցերը լուծողները։ Շնորհալից մարդիկ կային, հիմնականում քույրերն են։ Որոնց մասին այդքան էլ այստեղ չի գրված, նրանց մասին այդքան էլ բան չի արել, բայց անխուսափելի է դա այդ ծառայությունը։ Առանց դրա չէր կարող ամեն ինչ այդպես լինել, ինչպես եղավ։ Եվ նույնն եկեղեցիներում եւ ամենտեղ եւ դրված է, որ մարգարեությունից հետո, որ շատ կարևորագույն ծառայություն է, գրված է կենցաղային ծառայության մասին։ Գրված է նաեւ թող ծառայության մեջնի եւ մեկը ուսուցանող է թող ուսուցանելու մեջ լինի։ Այստեղ պետդագոգ հենց բառն է գրված, ես նոր մի քիչ առաջ դրա մասին ասեցի, որովհետեւ ոչ բոլորն են ուսուցիչներ։ Մարգարեն ուսուցիչ չի։ Ծառայողը կենցաղային ուսուցիչ չի։ Հասկանաք, ուսուցիչը դա մի ուրիշ պարգև է։ Այսօր Աստվածաշունչը նշում է, ինչու եմ ես դրա վրա ավելի շատ ասում, շատերը ձեզանից ուսուցիչներ մի եղեք։ Ինչու է այդպես ասում։ Որը բոլորը սիրում են ուրիշներին սովորացնել։ Դա մարդկային բնություն է, մարդկային էություն է։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ ավելի շատ մենք լսող եւ սովորող լինենք։ Իսկ ուսուցչի դա պարգև է, դա շնորհ է, որ տրված է ոմանց, ոչ բոլորին։ Եվ բոլորը պետք չէ ուսուցիչներ լինել։ Մի մտածի, որ անպայման դու պետք է ուսուցիչ։ Եթե ուսուցիչ լինես, հաստատ էդի հաստատվել։ Եթե մարգարեն ես, էդել է հաստատվել։ Քո ծառայության մեջ հաստատ ընդհանրապես սիրելիներ, հովիվները շատ դիպուկ տեսնում են, ով ինչ շնորհ ունի, շնորհում։ Եվ հաճախ հովիվները մարդկանց ասում են, բայց մարդիկ միշտ ականջի կողքով են բաց թողում իրանց շնորհը։ Երբ նրանք ունեն մեկ քանքար, եւ երբ որ հովիվն ասում է դու պետք է նաեւ մեկ քանքար վերադարձնես, ասում, ինքը կողքով ականջի կողքով բաց է թողում, որովհետեւ ինքը 5 քանքարի ախորժակ ունի, բայց իրան դրված չի 5 քանքար։ Եվ ուրեմն ուսուցիչ թե թող ուսուցանելու մեջ լինի, թե հաղորդողը թող հաղորդողի մեջ, թե բաշխողը, հաղորդողը հասկանում եք նույնպես ինչա увышиватель, ռուսերեն գրած է, այսինքն նա ով հայտնում է, հա, увышивает, այսինքն բարի խոսքով մարդկանց հասնում է, հա, մյուսն էլ տեսեք ինչ է գրած, բաշխող, բարեգործություն, առաջինը увышиватель է, նա նաև, իրեք նա ով է, ասեք, եթե մարդը տխրության մեջ է, նա մխիթարական խոսք է ասում, եթե մարդը ուրախության մեջ է, նա իր այդ ուրախանում է, լացող է, լացում է, ուրախացող է, ուրախանում է, ամեն տեղ ինքը հաղորդող է, ինչ է հաղորդում, ավետարանի բարի լուրը։ Սա ընդհանրապես բոլորը, կարծում եմ սա բոլորս մենք պետք է ունենանք։ Նաև բաշխողը, այսինքն բարեգործը, ով բաշխում է, ով տալիս է։ Եթե ասում եմ բաշխող ես, դրա մեջ մնա, խնդիր չկա, սուպեր։ Եթե դու դա ես, դա արա, պետք չի ուրիշ բան անես։ Որտեղ եթե դու բաշխող ես, բայց մտնես փառաբանության մեջ, դու կխանգարես։ Կամ մի եղբայր կա, որ ինքը այդպես սկսել է, բայց վերջում մտածել է, որ ես այդքան կարող եմ բաշխում եմ, հենա հովիվ դառնամ, էլի։ Երբ ինքը հովիվ դարձավ, ամեն ինչ փչացավ։ Խառնվեց իրար։
Մյուս խոսքը ասում է եթե բախշովս թող զվարթությամբ լավն է, չէ՞, թող զվարթությամբ կատարի, թե վերակացու է կարգված, ջանասիրությամբ, վերակացուն էլ հասկանալ է, չէ՞, առաջնորդ, ղեկավար, ջանասիրությամբ դարա, ոչ բոլորն եք առաջնորդներ, սիրելիներ, կան առաջնորդներ, տնային խմբակների, փոքր ծառայությունների մեջ, երբ որ մարդուն ասում ես դու պատասխան ինքը դառնում է առաջնորդ, կապ չունի։ Բոլորս էլ առաջնորդներ եք, ով ավելի մեծ առաջնորդ, ոչ մեկս, Հիսուս Քրիստոսն է բոլորի առաջնորդը։ Մենք առաջնորդում ենք Հիսուս Քրիստոսով, որովհետև հովից բարձրներ կա, հովից բարձրից բարձրներ կա, անverջ միշտ կա, ինչ որ մեկի գլխի մեկը կանգնած։ Մինչև մեր առաջին քահանայապետը, որն է Հիսուս Քրիստոսը։ Տոքսերը առանց կեղծիքի լինի, չարն, ատեք և բարուն հետևեք։ Ինչ է ասում Սամվելսը։ Տեսնում եք, վերջին շեշտում է, որովհետև չարություն կա։ Գիտեք, լավ բաների մեջ, նույնիսկ տեսանելի և մեր ցանկությունների մեջ, լավ բան ես ցանկանում, բայց դրա մեջ կարա չարություն լինի։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք և միայն կարողանանք գտնել այն ինչի մեջ մենք կանք և կարողանանք տանք այն ինչ կարող ենք անել։ Ցավոք սրտի մենք կարող ենք գտնել և հասկանալ այն ինչ մենք ունենք, բայց տալու մեջ տկար լինենք։ Տալու մեջ ժլատ լինենք։ Եվ դրա համար բաներ կան, հիմքեր կան, դա հենց այդպես չի լինում։ Ասեք, եթե ես շատ լավ սուրճ եմ պատրաստում, բայց դուք շատ եք, ես մենակ։ Ես հոգնում եմ սուրճ պատրաստելուց։ Կարող է մի օր կա, ասեմ, բայց խի եմ ես սուրճ պատրաստում, թող գոհարներ պատրաստի։ Եվ գոհարն ասեմ, գոհար, այսօրվանից վաղանից դու էլ ես սուրճ պատրաստում, բայց գոհարը սուրճ պատրաստող չէ, ինքի երկով է։ Բայց որ ասեմ ինքը ասի, հա լավ, որտեղ ինքն էլ է սուրճ խմում, ամոթից ասում է հա լավ։ Եվ մյուս անգամ ես ասում եմ, որ ինքը գա սուրճ պատրաստի, ես շատ միտումնավոր չեն պատրաստելու սուրճ, մինչև ինքը չգա, որ հասկանա ինչ դժվար է։ Հա օգնամար սուրճ պատրաստել, բայց իմ գլխից չի ասում, որ ես մարդ համար նույնիսկ մի օգնամար սուրճ պատրաստելն է դժվար։ Ինքն է կար ասի, դե որ քո գործդ այդքան շատ է, հələ արի մի հատ երգի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այսպես սկսվում են խնդիրները։ Ընտանիքի մեջ, եկեղեցու մեջ, ընտանիքի մեջ էլ իմիջիալը դա կա։ Չէ՞, կանանց և տղամարդկանց դերերը, երեխան, երբ որ մեկը փորձում է մեկ ուրիշի դերը վերցնի և պատասխանատվությունը վերցնի իր վրա, այդտեղ սկսվում է խաոս, խնդիրներ։ Եվ միշտ մի բան էլ ուզում եմ շեշտել, որովհետև մեր մոտ ժամանակը լրանում է, որովհետև այսօր հաղորդություն ունեք, և պատահական չի, ես միաբանության մասին եմ խոսում, և պատահական չի, որ ես խոսում անմիջապես մեր եկեղեցական տոներից հետո։ Մի բան միշտ հիշեք, երբ որ Աստված յուրաքանչյուրից մեզ որոշակի ինչ-որ շնորհ է տվել, կապ չունի ինչ։ Այդ տրվածը քեզ ուրիշների համար, ոչ թե քեզ համար։ Որպեսզի դու նպաստես եկեղեցու շինությանը, որպեսզի դու նպաստես, շինություն բերես, օրհնություն բերես քո ընտանիքի մեջ, եկեղեցու մեջ, հասարակության մեջ։ Այլևս ինչի տա պետք է շնորհը։ Մարդ, անպայման յուրաքանչյուր մարդ որոշակի շնորհ ունի երկնքից ստացած։ Այս մարդ չկա, որ մի տաղանդ չունենա։ Դրան մարդ չկա, գիտեք, այն ամենամարդիկ կան, խոսում ես իրանց հետ, խոսում ես,
ես ինձ հետ եղել այդպես, իր հետ խոսում ես, ուզում ես հասկանաս, այս մարդը ինչ շնորհ ունի։ Խոսում ես ինքը քեզ լսում է, հարցես տալիս պատասխանում է, բայց ինքը ավելորդ ոչինչ չի խոսում։ Այն մարդը ասում է, այս մարդը ինչ շնորհ ունի, ու հանկարծ հասկանում, որ այս մարդը լսելու շնորհ ունի։ Ուղղակի լսելու շնորհ ունի այս մարդը, եւ դա շատ կարևոր բան է լսելու, այսօր շատ բացառիկ բան է լսելու շնորհը։ Մարդ կա, ինքը իրականում լսելու շնորհ ունի, բայց որ տեսնա բոլորը խոսում են, ինքն էլ է փորձում խոսել։ Հենց բայց խոսում ամեն ինչ փչացնում է։ Որտեղ դա իրար տրված չի, ամեն մեկին տրված է իր բաժինը։ Եվ մենք այդ բաժինը, որ ունենք, Աստծո առաջ պատասխան ենք տալ մի օր կանգնել իր առաջ եւ պատասխան ենք տալ։ Եթե դու դա պահում ես, եթե դու դա թաքցնում ես, եթե դու դա փորձում ես խորամանկորեն ես մի ձև անցկացնես, չի ստացվելու։ Աստված ամեն բան գիտի, ինչ ա տվել, եւ բոլորիս բաժանել այդ ամեն ինչը։ Եվ այսօր սիրելիներ, նորից ես ուզում եմ վերադառնամ այն խոսքին, ինչից որ սկսեցի, ինչ ունեմ տալիս եմ։ Ուրեմն, քրիստոնյան պետք է խնդիր չունենա տալու։ Հիսուսն ասում է, տալը լավ է, քան վերցնելը։ Միշտ մենք պետք է տվող լինենք, եւ մենք պետք է կարողանանք տանք այն ինչ որ ունենք։ Դու չես կարող տաս այն ինչ որ չունես։ Եվ եթե դու հարցում ես, ախր ինձ ոչինչ չունեմ, դու շատ սխալվում ես։ Դու շատ բան ունես։ Մենք բոլորս յուրաքանչյուրս մի բան ունենք։ Աստված հաստատ տվել է մի բան։ Եվ դու կարող ես տաս։ Որպես մարդ, որպես այս հասարակության մեջ ապրող մի անձնավորություն, որպես ծնող, որպես երեխա, որպես եկեղեցու անդամ, լավ շուրջդ նայ հաստատ մի բան ունես տալ։ Եվ այս ամեն ինչ արա, որպեսի կարողանաս տաս։ Եվ շատ սիրում եմ այս խոսքը նորից, ասում է Պողոսը նայեց ասեց, այս բաները չունեմ, բայց ինչ ունեմ տալիս եմ։ Եվ այսօր մենք ունենք նաև հաղորդություն եւ ուզենայի ձեզ հետ անցնել հաղորդության բաժնին եւ բացենք մեր Աստվածաշունչը առաջի Կորինթացիս, հա երևի 11-10-րդ համարից նաև կարելի է ընթերցել։ Նորից մենք խոսում ենք միաբանության մասին, նորից մենք խոսում ենք ընտանիքի մասին։ Եվ պատահական չի, որ ասում եմ, մենք կարող ենք ասել, վայ, ինչ լավն ես, բայց որ մի քիչ բզբզակ մի բան կգտնենք։ Այդ միշտ կա, դա միշտ կա, հարցը նայա, գիտեք, մեզ համար պետք է կարևոր լինի մարդու ամենալավ կողմերը, վատ կողմերը Աստծո համար կարևոր է։ Թող Աստված զբաղվի քո վատ կողմերով, ես զբաղվեմ քո լավ կողմերով։ Միշտ աշխատենք մարդու լավ կողմերը տեսնենք։ Աստված էլ ասում է, ես եմ դատավորը, չէ՞։ Ես եմ մարդու սիրտ փոխողը, ես եմ մարդուն ապաշխարության բերողը, Աստված գործ ունի քեզ հետ, քո վատ կողմերի հետ, Աստված գործ ունի։ Երբ որ մարդիկ փորձում են մյուսի լավ կողմերը տեսնեն, շատ հեշտ է այդ մարդու հետ ավելի սիրել այդ մարդուն, հասկանում եք։ Եղել է, որ մեկին շատ հարգել սիրել ես, նույնիսկ ընկերություն ես, հանկարծ մի վատ բան ես տեսել, նկատես սիրտը փոխվել է։ Գիտեք ինչու։ Որտեղ քո սիրտն էլ ճիշտ չի։ Որտեղ Աստված ասում է, որ վատ կողմերի մարդուն մի նայիր։ Բացատրեմ։ Պատկերացրու Աստված էլ մեզ է սիրում եւ մեզ է լավ վերաբերվում։ Կա մի բան մի օր կարա մի բան լինի, որ Աստված մեր վատ կողմն է տեսնի։ Իսկ եթե իր սիրտն է փոխվում մեր նկատմամբ, հանկարծ ինքն է դադարի մեզ սիրել։ Ո՞նց կլինի։ Վայ մեզ։ Ուրեմն, սա շատ կարևոր է ընտանիքի մեջ։ Սա շատ կարևոր է եկեղեցու մեջ։
Ինչու՞։ Որովհետև եթե մենք պատրաստվում ենք հավերժության մեջ գնալ, սա միայն շինություն է բերում եկեղեցուն եւ ընտանիքի մեջ։ Երբ որ մենք իրար լավ կողմն ենք տեսնում, վատ կողմերի վրա ուշադրություն չեն դարձնում, բայց ամեն անձնավորություն պետք է անկեղծ եւ արդար լինի Աստծո առաջ եւ հանձնի Աստծո ձեռքերի մեջ եւ թույլ տա որ Աստված խրատի իրան եւ փոխի։ Այս դեպքում ամեն ինչ շատ տեղի կգնա եւ ամեն ինչ լավ, ամեն ինչ օրհնված կլինի, ամեն ինչ խաղաղությունով կլինի։ Եվ շատ են սիրում, որ ասում են, եւ մենք կմտնենք Տիրոջ հանգստության մեջ։ Այսօր ինքան բարդ բան է մտնել Տիրոջ հանգստության մեջ։ Հանգիստ լինել, համբերատար լինել, խաղաղություն վայելել։ Մյուս անգամ մենք մի փոքրիկ էլի քարոզ կունենանք, որի անունն է, կարող եմ հիմիկվանից ասեմ, քո շանսը բաց չթողես։ Քո շանսը բաց չթողես, քո հնարավորությունը։ Դե շանս բառը ավելի միջազգային բառ է, ավելի հասկանալի եւ ճիշտ ասած երեք մի տեղ ես այս քարոզել էի Երբ որոշել եմ, որ մենք մոտել ենք քարոզել մի շաբաթ։ Եվ այսօր մենք որպես ընտանիք, որպես միաբանություն, որպես մեկ մարմնի անդամներ, որն է Հիսուս Քրիստոսի, կունենանք հաղորդություն նրա հետ։ Եվ այս հաղորդություն ունենալով մենք մոտենալով Հիսուս Քրիստոսի մարմնին եւ նրա արյունին, մենք սրանով ապացուցում ենք, մենք սրանով հռչակում ենք, որ այո Տեր, ես քեզ հետ մեկ եմ, բայց բացի դրանից, նաև ես հռչակում եմ, որ իմ եղբոր եւ քրոջ հետ եմ ես մեկ։ Սա հիշեցեք։ Եվ եթե ես իմ քրոջ կամ եղբոր մեջ որևէ մի այլ բան եմ տեսնում օտար, վատ, չար, եւ իմ սիրտը փոխված է, ես իրավունք չունեմ հաղորդության միանալ։ Կարծում եմ հասկանալ է։ Դրա համար մենք պիտի քննենք մեր սրտերը։ Եթե մի բան ունենք, եթե մտածում եք, այս աղբերը միշտ գալիս է խանգարում է, այս աղբերը եկեղեցուն օգուտ չի բերում, կամ ինչ չի հարգում, ինչ չի սիրում, ինձ արհամարում է, ինձ մասին բամբասում է եւ այլն, նման բաներից մենք պիտի զուրկ լինենք, նման բաները պիտի մեզանից հեռացնենք։ Դրա համար երբ որ խոսում է տաղանդների մասին, շնորհների մասին, ասում է, վերջում ասում է, չարից հեռացեք, բարին դառնեք։ Հա? Մարդկա այդ սատանան էլ է մարդկանց մաներ տալիս։ Մարդիկ կան, որ անդադ վատ են խոսում։ Որը ում մասին խոսում ես, վատ է խոսում։ Ընդհանրապես վատ խոսացող մարդիկ, եթե մեկը գալիս է քո մոտ, 1, 2, 3 կա մի անգամ ինչ-որ ռեալ ինչ-որ անալիզ անի, մի բան ասում, բայց երբ որ անդադ գալիս է մեկի մասին բամբասում է եւ շատ է եղել մարդկանցից։ Մի թույլ տուր այդ մարդուն ծավալվի, ակաշները փակի, մի լսի, հեռը գրա։ Որովհետև եթե մեկի մասին քեզ ասում է, 100%-ով իմ փորձից ելնելով ասում եմ, հաստատ քո մասին է գնալ անել ասել։ Եթե 100%-ով կարող ես չկասկածել։ Ընդհանրապես զգուշ եղեք։ Ընդհանրապես միշտ մեկը մյուսին շինություն բերել է սրա մեջ է։ Եթե հանկարծ զգում ես, որ նեգատիվ է գալիս, ինչ որ վատ բան է խոսում, ոչ թե ասում է խնդիրը եւ լուծում է փնտրվում, որտեղ Աստված այդպես է։ Եթե մեկի մասին խոսում եք, որ մարդը խնդիր ունի, մենք նաեւ լուծումն ենք փնտրում կամ մինիմում ասում եմ, եղբայր արի աղոթենք իր համար։ Եթե ես քեզ հրավիրեմ աղոթելով, դա լավ բան է, բայց եթե ասում եմ, որ քո սիրտը փոխի, զգուշ է պետք լինել, չի կարելի այդպես վարվել։ Աստծո առաջ պետք է պատասխան տալ։ Եվ երբ որ մենք մոտենում ենք հաղորդությանը, մենք դրա մասին պիտի մտածենք։ Մենք անպայման պետք է այս նման բաների մասին մտածենք եւ աշխարհային եւ ասենք այլևս նման բան չի կրկնվել իմ կյանքում։